Հիմա ուզում եմ, ես ինքս որպես հանդիսատես, ուզում եմ իմանամ, դուք ինձ ինչ ասեցիք այնուամենայնիվ։ Փաշինյանի այս հարցադրումը հաջորդել էր ցանկապատ թատերական ներկայացմանը։ Վարչապետը ներկայացումից հետո դերասաններին ներկայացրել էր իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ ուշագրավ է, որ սա համընկավ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից շրջանառության դրված մի նախագծի հրապարակման հետ, որով փաստորեն օրենքի ուժ են ցանկանում տալ Փաշինյանի կողմից առաջ քաշած թեզերին։ Թատերական ներկայացումներում եւ այլ ստեղծագործություններում ինչ պետք է ասեն կամ չասեն։ Առաջիկայում հնարավոր է ընդգրկուն մասնակցություն ունենա պետությունը։ Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգի նախագծում նշվում է, որ ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգեվոր եւ հոգեբանական նկարագիր, հաճախ հակոտնյա է իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է իրական Հայաստանի չգոյությունը։ Փաշինյանի կաբինետում կարծում են, որ արվեստի ու մշակութային տարբեր գործերում գիտական, կրթական հետազոտությունների եւ քաղաքաշինական բովանդակության մեջ ներկայում գերիշխող է պատերազմի վրեժի ռազմականացման շեշտադրումը։ Կառավարությունը սա փոխելու ցանկություն ունի, որը կփխի խաղաղության օրակարգի տրամաբանությունից։ Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի եւ վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։ Ցանկապատների մասին խոսեցիք եւ ասեցիք, որ չկա առաջնորդ, որ քանդի ցանկապատները եւ ոնց էր բառերը եւ սարքի ամբողջ խնդրեմը տեղա, որ մեկ Հայաստան սարքելու համար պետքա ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել։ Արդյոք այսպիսով պետությունը չի պատրաստվում գրաքննել այն ստեղծագործությունները, որոնք չեն համապատասխանի Փաշինյանի իրական Հայաստան գաղափարախոսությանը։ Նժար սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը կարծում է, որ Փաշինյանը դիկտատուրա է հաստատում, ինչը փորձում է ամրապնդել օրենսդրական կարգավորումներով։ Ըստ նրա, այսպիսի օրենսդրական նախագծեր առաջիկայում են լինելու։ Արգելելու են որոշակի օրինակ սիմվոլների կամ մտքերի գաղափարների տարածումը, իսկ երրորդ փուլով կամ դարանգության միաժամանակ երկրորդ եւ երրորդը միասին լինեն, պատասխանատվության հարցը բարձրացնելու բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն, կհանդուրժեն որևիցե միտ արտահայտել, որը չի համընկնում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու իր փոքր խմբակի տրամաբանությանը։ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատերազմի քարոզը, վրեժը բացասական երևույթներ է համարում։ Ըստ նրա դրանք անելիք չունեն արվեստի գործերում։ Վրեժը բաց բան է, վրեժը թույլի հատկությունն է։ Մասնավորը ինչ ուզում է կարող է անել, բայց պետությունը կարող է չհովանավորել պատերազմի քարոզ, վրեժի քարոզ, բռնության քարոզ։ Եվ կարծում եմ, սա շատ բնական է։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով Հայաստանի օրենսդրությամբ արդեն իսկ արգելվում է բռնության քարոզչությունը։ Նա կարծում է, որ այս նախագծով բավարարվում է Ադրբեջանի այն պահանջը, որ Հայաստանի պետական քաղաքականությունը պետք է լինի ռևանշիզմի դեմ պայքարը։ Օրինակ, այս կետով Ջերեմիո ֆիլմի ցուցադրումը պիտի արգելվի, կյանք ու կռիվ ֆիլմ չեր նկարվելու։ Արցախյան պատերազմի Հայաստանի վրա հարձակումների ընթացքում եղած հերոսությունների մասին մենք պիտի չիմանանք։ Դա ռևանշիզմ է, դա որևէ կերպ, այսինքն պետությունը իր հերոսներին պիտի չարժևորի, որովհետև Ադրբեջանը դա ռևանշիզմ է համարում։ Հարցը նրանումն է, թե ով է գնահատելու, թե որ գործողությունը, որ խոսքը, որ սիմվոլը, որ գաղափարը այսուհետև համարվելու է պատերազմի հրահարում։ Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ մեր զինանշանի կամ մեր տնիկների վրա Արարատ ունենալը դա պատերազմի հրահարում է, ուրեմն պատկերացնենք, որ առաջնորդվում են այդպիսի գաղափարներով։ Ըստ էության այս հայեցակարգը բխում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի 8-րդ հոդվածից, որում նշվում է. Կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության եւ խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ, դրանց բոլոր դրսեւորումներով, յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում եւ կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։
Արդյոք Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սեփական երկրում գնալ նույն ճանապարհով։ Իշխանության քննադատները շեշտում են Բաքուն պաշտոնական մակարդակով հակայի քաղաքականություն է վարում, այդ թվում դպրոցական ծրագրերում։ Մասնավորապես պատմության գրքերում Հայաստանի ինքնիշխան տարածքները ներկայացվում են արևմտյան Ադրբեջան, հայ առաքելական եկեղեցիները ալբանական։ Սրանից զատ պատերազմից հետո Բաքվում բացվել է մի պուրակ, որտեղ բացի հայկական զինտեխնիկայից ցուցադրության են հանվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկենները։ Աշխարհում նմանօրինակ թանգարաններ բացվել են Հիտլերի եւ Սադամ Հուսեյնի նախաձեռնությամբ։ Արդյոք Ալիևը վերացնելու է այս եւ մյուս հակահայ դրսևորումները։ Նիկոլ Փաշինյանի թիմակից ՔՊ-ական падգամավոր Ջուլիետա Ազարյանը հայտարարում է. իսկ ով է գնացել ու անձամբ համոզվել, որ այս պահին էլ դեռ Բաքվում հակահայ տրամադրություններ կան։ Արդյոք այդ մարդիկ գնացել եւ ուսումնասիրել են այս պահին կրթական համակարգում, ընդհանուր առմամբ ձեր նշած երկրի կրթական համակարգում ինչ որ բան փոխվել է կամ տեղի է ունենում կամ հակառակն է տեղի ունենում, հակաքարոզ եւ ագրեսիա սերմանում են դպրոցահասակ երեխաների շրջանում։ Ես առնվազն չունեմ նման տեղեկություն եւ արդյոք չի կարող հակառակը տեղի ունեցած լինել կամ տեղի ունենա։ Փաշինյանի թիմակիցը հավաստիացնում է պայմանագրի նախաստորագրումից հետո հայ-ադրբեջանական փոխադարձ հարգանքի եւ ագրեսիայի իսպար բացակայության մթնոլորտ է ձևավորվել։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը հակադարձում է պայմանագրի նախաստորագրումից հետո Ալիևի հակահայ ձևակերպումները հիշեցնելով. Ադրբեջանի նախագահը մի քանի օր հետո դա նախաստորագրելուց հետո հայ հասարակությանը համարում է հիմնված հասարակություն։ Մեղմացին եք տեսնում, թե հակառակը սրում ռետորիկայի։ Ի վերջո այդ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը առաջ տանող կազմավորումը լուծարվել է այնտեղ, ոչ, շարունակում է գործունեությունը պետական հովանու ներքո։ Ծանոթ չեմ կամ չեմ հիշում առնվազն այս պահին ինչ բնորոշում է տվել հայերին նախաստորագրումից հետո, իսկապես այս պահին չեմ հիշում ինչի մասին է խոսքը։ Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխությունների ֆոնին Ադրբեջանի անգործությունը մտահոգիչ չի համարում։ Ադրբեջանն է ինչ է համատում, մենք ուզում ենք Ադրբեջան լինել, եթե մենք ուզում ենք Ադրբեջան լինել, ուրեմն դուք արդեն որպես լրագրող, որը ազատ է արտահայտում իր հայացքները, վաղուց բանտում նստած կլինեիք։ Այս նախագիծը շրջանառության դնելուց առաջ էլ հայտնի դարձավ Փաշինյանի մեկ այլ նախաձեռնության մասին։ Պարզվեց, որ անձնագրերում Հայաստանի սահմանային մուտքի եւ ելքի կնիկներից նոյեմբերի 1-ից կհանվի Արարատ լեռան պատկերը։